Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Առաջինի եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Այսօր մենք բացում ենք մեր հաղորդումը հարցազրույցով, մեր հյուրն է անվտանգության ոլորտում մասնագետ, փորձագետ Հրաչյա Արզումանյանը։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան։ Բարև ձեզ, Դավիթ։ Պարոն Արզումանյան, տեղի է ունեցել, եթե մենք ընդունենք որպես հիմք այն ձայնագրությունները եւ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրությունները, հեղաշրջման փորձ, բռնի ուժով հեղաշրջման փորձ, որը կարծես թե բացահայտվել է եւ չի իրականացվել։ Կան տարբեր գնահատականներ, արդեն հնչում են տարբեր գնահատականներ կապված ներկայացված քննչական կոմիտեի կողմից ներկայացված ապացույցների հետ։ Ես կուզեի նաեւ լսել ձեզ։ Դուք ինչպես եք գնահատում։ Ձայնագրությունները արդիական ժամանակները որպես ապացույց ընդունելու դա ճիշտ մոտեցում չէ։ Մենք ատում ենք մի ժամանակներում բանական ինտելեկտի ժամանակներում, ասենք ես սիրում եմ լսել գրքերը, որ ուզում եմ լսած լինեմ անգլերեն, որ անգլերենս պահեմ եւ այլն, ես ընտրել եմ Հոփքինսի ձայնը եւ այն գրքերը, որ ինձ հետաքրում է, Հոփքինսն է կարդում, որտեղ նրան ձայնը, ինտոնացիաները, որ ինքը կարդում է, այդ հանգիստ իմ դուրն է գալիս։ Կարող է ուրիշի ձայնը ընտրել եւ այն գիրքը, որ ես լսում եմ, կպատմի մի ուրիշ դերասան կամ քաղաքական գործիչ, ասենք Տրամպը կարող է ինձ գիրք կարդա։ Դրա համար ինձ համար անհասկանալի է ինչու դա միանգամից հանվել է ասպարեզ նման ձայնագրություններ, ոնց են այդ ձայնագրությունները վերցրել, ինչքան օրինական է եւ այլ եւ այլ։ Դոյս այստեղ մեծ հարցեր կան եւ ես ուղղակի կսպասեմ ապացույցներին, որովհետեւ այն խոսքերը, որը հնչել են, նախ շատ ծանրակշիռ խոսքեր են։ Ես չեմ ուզում, որ այդ խոսքերը նույն ձևի գնան ձևալիվացիայի ճանապարհով եւ մենք ամեն անգամ ասում եք հեղաշրջության մասին, որովհետև շատ լուրջ հանցագործություն է, ես դեռ չեմ տեսնում ոչ մի բան, ես կսպասեմ հետագա զարգացումների, որովհետև երկու կողմներ այդպես չեն աշխատում, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք ան երեցեք, դրա համար ինձ համար անհասկանալի է 200-250 խումբ, 25 հոգի, դա կազմակերպել, հեղաշրջում կազմակերպել է դա բարդ աշխատանք է, բարդ պլանավորում է։ Եվ այստեղ ոչ Բագրատ Գալստանյանի, ոչ թիմում ես չեմ տեսնում նման հնարավորություններ, ունակություններ, նման գործողություններ անել։ Դրա համար ելնելով նրանից, որ իրանք իրավունք ունեն սպասել եւ դատարանը, եւ քննչականը ապացուցում է իրանց հանցագործությունը, կսպասեմ, ես որևէ վտանգ կամ սպառնալիք հայկական պետականության չեմ տեսնում հիմա։ Այդ հարցերի շուրջ այսքով համոզմունքս է, որ դա ուղղակի ճակետներով աղմուկ է։ Մենք ունենք իրական խնդիրներ եւ իրական սպառնալիքներ, որի վրա պետք է կենտրոնանանք։ Մենք հիմա կխոսենք այս սպառնալիքներից եւս մեկ հարց կապված ներքաղաքականի հետ։ Ուղղակի տպավորություն է ստեղծվում, որ կա գործողությունների շղթա։ Սկզբից մոտավորապես 1 տարի առաջ Բագրատ Գալստանյանի շարժումը սկսվեց, հետո այդ շարժումը կարծես թե եկեղեցին հետ քաշվեց, նշեց, որ նրանք կապ չունեն, հիմա պարզվում է, որ եկեղեցին կապ ունի։ Պարզ չի պարզվում։ Կարող է պարզվի, որ կաթոլիկոսն է մտած process-ների մեջ Դավիթ, կարող է ինչ-որ եկեղեցականներ է մտած։ Եկեղեցու վերնախավը։ Իշխանությունը նոր ձևի, նույն ձևի օգտագործում է ձևակերպումներ, որը չի կարելի օգտագործել։ Իշխանությունը խոսում է հայ առաքելական եկեղեցու մասին, չի կարելի խոսել։ Սա անհրաժեշտ պետք է նշել։ Անպայման հայ առաքելական եկեղեցին դա հավատացյալներն են, պետք չէ հոգևորականներին խառնել հայ առաքելական եկեղեցուն, որտեղ մոտ ստեղծում է համոզմունք, որ Նիկոլ Փաշինյանի թիմը խփում է հայ առաքելական եկեղեցու։ Մի հաստատության, որ 1000 տարիների ընթացքում պայում է հայ ժողովրդի կայունությունը։ Համամիտ եմ ձեզ հետ։ Եկեղեցու վերնախավի մի մասը, մինչև կաթողիկոս, դա էլ պետք է նշենք, վերնախավի մի մասը, բարձվում է դա էլ է այդպես։ Հիմա սկսվել է առճակատում Նիկոլ Փաշինյանի եւ այդ մի մասի հետ, կաթողիկոսի հետ, հետո գալիս է Սամվել Կարապետյանը, ընդունում է եկեղեցու կողմը, սկսում է պաշտպանել եկեղեցուն, ձերբակալվում է եւ հիմա
հանդես է գալիս այս պլանը եւ սկսում է ձերբակալությունների շղթա։ Բայց դա մեջը Դավիթ ցիսարժելի է։ Պետք է տրամաբանություն ունենա, չէ՞։ Տրամաբանություն չկա ստեղ, որովհետեւ նման խաղը մենք տեսել ենք վաղուց, ես դրա մասին կարող եմ հիշում, ես խոսում եմ 2020 թվականի վերջերից ասել եմ, որ այստեղ խաղ է գնում, այդ խաղը գնում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների շրջանակի մեջ։ Նրանք փայլուն կազմակերպել են այդ խաղը, երբ մի կողմից Նիկոլ Փաշինյանի թիմն է, մյուս կողմից Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, եւ դու ստեղծում ես հասարակության մեջ արհեստական բաշխում, եւ այդ երկու կողմերը, որը երկուսն է ռուսական խաղի մասն է, ստեղծում ես արհեստական գործողություններ։ Դա մենք տեսել ենք 2021 թվականի սկզբից, ես դրա մասին գրում եմ ոչ թե միայն ես։ Այդ նույն շրջանակն է, նույն խաղն է, նույն մոդելն է։ Նույն խաղը Հայաստանը պայել անկայուն վիճակում, հայկական իշխանությունները պայել անկայուն վիճակում, Նիկոլ Փաշինյանին ցույց տալ, որ ինչքան ինքը խոցելի, որ մենք կարող ենք կես տարվա ընթացքում արհեստական, ոնց ինձ ասում են, պլաստմասային քաղաքական գործիչ սարքել 0-ից։ Նիկոլ Փաշինյանը ինչու է այդ խաղում մասնակցում։ Նիկոլ Փաշինյանը որտեղ նույն խաղի մեջ է, նույն Պուտինի դերակատարի խաղի մեջ է։ Նիկոլ Փաշինյանը չի ուզում հրաժարական տա Ռուսաստանի ազդեցության, եվրասիական ճայիճից դուրս գալու նպատակ չունի, որ ինքը Պրագայում ինձ վրթովորել է մեծ, հայտարարել է հրապարակորեն, որ մենք որևէ մի դրություն չունենք եվրոպական ճանապարհ, ուրիշ ճանապարհ մտնենք, մենք մնում ենք Եվրասիայում։ Նիկոլ Փաշինյանը Պուտինի խաղի մեջ է նույն ձևի։ Դրա համար այստեղ հայ ժողովրդի համար, հայ ազգի համար, հայ պետականության համար խաղ չկա։ Այդ մեր խաղը չի։ Այդ արհեստական արտաքին խաղերն է ներմուծում հայկական պետականության մեջ, եւ ես չեմ ուզում դրա մասին մասնակցել, եւ իմ ժողովուրդը չի մասնակցել։ Մենք տեսնում ենք Բագրատ Գալստյանյանին հավատացել են, եթե հիշում եք մի տարի առաջ, այն ժամանակ Բագրատ Գալստյանը պետք չէր հեղաշրջում անել, ինքը կարող էր հանգիստ քայլերով 50,000 հավաքված միտինգով գնալ Նիկոլ Փաշինյանի խնդրի, որ դեպի կազմակերպեց նոր ընտրություններ։ Բագրատ Գալստյանը այդ ճանապարհով չգնաց։ Դու կարծում ես Նիկոլ Փաշինյանը կլսեր նրան։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը եւ ազգը կարողացավ հեղաշրջում անել, հեղափոխություն անել, եթե ազգդ կանգնում է կողքիդ, միջկիդ կանգնում է, դու կարող ես հնարավորություն ես տանում հեղափոխություն ճանապարհով գնաց։ Չէ, բայց ինքը հայտարարեց, չէ, պահանջեց, որ վարչապետը հրաժարական տա։ Դուք ինչ չեմ ուզում հիշել, հիշում եք 50,000, հետո խնդրեց ժամանակ, 2 շաբաթ պահել, 20 րոպե եւ այլ, Բագրատ Բալստանյանը վախեցավ գնալ։ Բագրատ Բալստանյանը վախեցավ հեղաշրջում, չէ, հեղափոխական ճանապարհով գնալ։ Դրա համար հետո հիմա խոսել այդ ամենից հետո, որ ինքը կարող է գնալ ճանապարհով, այնքան հետաքրքիր չի կարող ինչ-որ արդյունքի բերել Դավիթ։ Բագրատ Գալստյանը չկարողացավ ունենալով հասարակության ժողովրդի աջակցությունը փոխի ստիպի, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, մտածել, որ կարող է հեղաշրջման ճանապարհով այդ անել, մանավանդ ռուսական օլիգարխների, հայկական ցակումով ռուսական օլիգարխների եւ այլ, դա մի քիչ ոչ լուրջ է, որևէ լուրջ մասնագետ, որևէ լուրջ փորձագետ չի կարող այս խաղի մեջ տեսնել ինչ-որ լուրջ վտանգ։ Ավելի շուտ պաստանովկայի տպավորություն է թողում, որտեղ երկու կողմերն է մնում են իրենց ունեցած դիրքերում, ոչ մի բան չի փոխում։ Ես չեմ տեսնում այստեղ որևէ այստեղ մի բան հանչել, որը ճիշտ կնկանենք եւ վարչապետը հայտարարել որ պետք է էլեկտրոցանցերը ազգայնացնի, պետականացնի, դա ճիշտ մոտեցում է, բայց ոչ թե նրանի համար որ հեղաշրջում է տեղի ունենում, բայց բոլոր հայկական Ռուսաստանը որ վերջերս վերահսկողության տակ 99 թվականի տերորիստական ակտից հետո Ռոբերտ Քոչարյանի օրոք հայկական ենթակառուցվածքները վերցրել վերահսկողության, դու դա պետականացնես։ Ժամանակը կա, երբ իրական իշխանությունները փոխեն, որտեղ Նիկոլ Փաշինյանը դա չի անելու, ես համոզված եմ, կգան իշխանությունները, որ այդ քննիները պիտի լուծես, որտեղ անընդունելի է, երբ Հայաստանի հայ ազգի հարստությունը տված է Ռուսաստանին եւ երբ հայ ազգը պատրաստ կլինի ազգային ազատագրման շարժման հետևանքով որպես հետևանք ազատի Հայաստանը Ռուսաստանի ներկայության, ռազմական ներկայության, հետո պիտի դնենք լուծեք այդ խնդրը, բայց ոչ թե որպես հեղաշրջման հետևանք։ Այդ ավելի խոր խնդիրներ է, որի շուրջ մենք պիտի մտածենք, ոնց է ազատելու հայկական տնտեսությունը Ռուսաստանի ազդեցության, ոնց է ազատելու օլիգարխներից, ոնց է փոխում հայկական քաղաքական համակարգը, որը ծնում է օլիգարխներ, ոնց է փոխում տնտեսությունը, ոնց է կապահովում անվտանգությունը, որտեղ մենք մտցել ենք մի տարածաշրջան, որտեղ որոշում է ուժը, բիրտ ուժը,
Բայց մենք 2020 թվականից մինչև 25 թվականը ինչ որ խաղաղության մասին եք խոսում, խաչմերուկների մասին եք խոսում, մինչև հիմա ռազմական ուժերում լուրջ փոխակերպումներ չեն սկսել, ազգային անվտանգության համակարգը չի փոխվել եւ այլ։ Մենք ունենք 1001 իսկական, ռեալ եւ կարեւոր խնդիրներ եւ սպառնալիքներ։ Բագրատ Գալստյանյանը որպես հեղաշրջում անելով Ռոբերտ Քոչարյանի Սերժի հետ եւ չգիտեմ որտեղ ինչ անուններ քշեն, դա լուրջ չի։ Մեր վտանգները այդտեղ չեն։ Եվ այնտեղ եկեք խոսենք այդ վտանգներից։ Եվ մեր վտանգները հայ առաքելական եկեղեցու որպես հաստատության մեջ չեն։ Դա ընդունելի է եւ հայկական իշխանությունները խոսում են հայ առաքելական եկեղեցու մասին որպես սպառնալիք։ Դա թույլատնում է եւ քո եկեղեցին, ինձ եւ քո պետականությունը, ինձ է թույլատնում, իմ պետությունն է թույլատնում։ Բայց իրենք խոսում են կոնկրետ անձերի մասին, պարոն Ազգանյան։ Չէ, Դավիթ, այստեղ ուղղակի կան հոգեբանական եւ տեղեկատվական պատերազմի օրենքներ, իշխանությունները խոսում են հաստատության մասին, իրանք չեն տարանջատում։ Նիկոլ Փաշինյանը անուններ է հնչեցնում կոնկրետ, ինքը եկեղեցու մասին չի խոսում։ Ես ցիտում եմ իրեն, կարող եմ ցիտել հիմա իրեն։ Պետք չի ցիտել, ես ուղղակի հա, մեկ ունենք իրան կարծիքը, ես տեղեկատվական պատերազմներով զբաղվում եմ ոչ առաջի 10-ամյակը, ես տեսնում եմ։ Դա հիմա ինչ անի, չնշի անունները, եթե եկեղեցականները։ Չէ, պետք չէ թեման բարձրացնել պարլամենտի ամբիոնից։ Ուրիշ ձևի անել այդ խնդիրները լուծում, կան լուծումներ։ Ինչպես։ Ես չեմ ուզում դրա մասին հիմա խոսել, որովհետև արհեստական մոտեցումը, որովհետև ոչ վարչապետն է պատրաստ, ոչ կաթոլիկոսն է պատրաստ այդ ճանապարհով գնալ։ Եթե հիշում եք, կարող է ձեզ հետ եմ խոսացել, մի 3-4 ամիս առաջ խոսել եք դրա մասին, որ եկել է ժամանակներ, երբ հայկական ազգային շահերի պաշտպանության համար եկեղեցին եւ իշխանությունները միասին պիտի ձևավորեն արտաքին քաղաքականությունը։ Դա տրամաբանական է, այո։ Մենք այդ ճանապարհով չեք գնում։ Մեր ճանապարհով գնալու տեղ մենք եկեղեցին եւ իշխանությունը իրար մսու են եղել։ Երբ որ ես սկսում եմ այդպեսի մտքեր հնչեցնել, ինձ հասկացող, իմացող մարդիկ ասում են դու շատ միամիտ ես։ Իհարկե, հա, միամիտ եք, հա։ Միացյալ Նահանգները միամիտ են, ուժային կենտրոնները միամիտ են, որը եկեղեցու հետ են ձևավորում իր հարաբերությունները։ Այսինքն դուք կարծում եք սա էլ է արհեստական օրակարգ, եկեղեցու իշխաններ, իշխանություն, քաղաքական իշխանություն, հակասություններ։ Լուծումը փորձում են արհեստական գտնել, դա իմ դոկտորականի մի մասն է, առաջի գլխի առաջի կտորն է, որտեղ ես ցույց եմ տալիս ոնց է արևմուտքը ձևավորվել երկու ուժային կենտրոնների հարաբերությունների մեջ, եկեղեցու եւ կայսրության։ Այդ երկու ուժերի ձևավորումը ձևավորել է այն, ինչ մենք հասկանում ենք արևմուտք հազարամյակների ընթացքում եւ բերել են process-ներին, որ այսօր հազարվում է արևմուտք։ Դա բնական է։ Դու պիտի ոչ թե պայքարես, դու պիտի ձևավորես քո հարաբերությունները, որտեղ է ոգևոր հաստատության իշխանությունը եւ հնարավորությունները իշխանության դայրում, որն է քաղաքական եւ պետական ֆունկցիաները եւ դերը այդ հարաբերությունների մեջ։ Այստեղ պետք չեմ մտածել, որ դու կարող ես հասնել նրան, որ միայն դու ես մնում։ Եվ կայսրությունը, եւ կաթոլիկ եկեղեցին ուզում էր դա անել, որ ինքն է միայն մնում որոշողը։ Բայց այդ պատերազմը հազարամյակներ, որը գնացել է Դավիթ, բերել է նրան, որ այդ համակարգը պիտի լինի երկու կայուն ուժային կենտրոններ, որը ձևավորում է Եվրոպայում։ Չինաստանում ոչ, Չինաստանում ամեն ինչ որոշում է կայսրը եւ միայն կայսրը։ Բացի կայսրից, բացի պետությունից, պետական համակարգից, բյուրոկրատիայից որևէ իշխանություն չկա։ Որևէ ոգևոր կոնֆուցիանստոն եւ ասածը իրավունք չունեն, չեն համարձակում մտածել, որ իրենք կարող են իշխանության հասնել։ Չինաստանում ղեկավարում է միայն պետությունը, միայն պետական բյուրոկրատիան, միայն կայսրը, որը այսօր գեներալնի սեկրետարն է։ Այդպես է կառուցված Չինաստանի քաղաքակրթությունը։ Հնդկաստանում ուրիշ ձև է, բայց մենք եվրոպական ազգ ենք, եվրոպական քաղաքակրթություն ենք, մեզ մոտ միշտ եկեղեցին եւ պետությունը մասնակցել են պետության եւ իշխանության ձևավորման։ Այդպես է կառուցել հայ առաքելական եկեղեցուն հարաբերությունները մեր պետության հետ։ Այդ մոտեցումը ձևավորված է հայ առաքելական եկեղեցու դոկտրինայի մեջ։ Ուղղակի այսօր մեր եկեղեցականների մեծամասնությունը չեմ ուզում ասել, շատ մեծ մասը մոռացել է դրա մասին։ Ոնց պիտի ձևավորեն հայաբերությունները հայկական պետության։ Միգուցե խնդիրը նրանում է, որ մեր եկեղեցին այսօր միապետություն է։ Դա ես չեմ ասում, դա եկեղեցականների դոկտրինան այդպես է կառուցված, կաթոլիկոսն է, բայց մենք այդպես չէ։ Կաթոլիկոսն է որոշում, միանձնյա։ Միանձնյա չէ որոշում, բայց կաթոլիկոսին ընտրում են։ Հաստատի միանձնյա է կաթոլիկոսը որպես գործադիր չակետներում իշխանություններ միայնական է որոշում, բայց կաթոլիկոսին ընտրում է եկեղեցական ժողովը։
որտեղ մասնակցում են ոչ թե միայն եկեղեցականները, բայց ողջ հայ ազգի ընտրողները։ Եկեղեցու կաթոլիկոսին ընտրում է ողջ ազգը, ոչ թե միայն հավատացյալ, ոչ թե միայն եկեղեցականները։ Դավիթ, մենք բավականին լավ համակարգ ունենք կառուցած։ Ես ծանոթ եմ այդ կարգին, դե կարող, բայց հենց նույն եկեղեցականները, պարոն Արզումանյան, ասում են, որ այդ կարգը բավականին կասկածելի է։ Այդ կարգը կասկածելի է, այդ եկեղեցականները դոկտրինալ մեթոդով պիտի լուծեն։ Դա իշխանությունները, աշխարհիկ իշխանությունները իրավունք չունեն մտնել եկեղեցական դոկտրինալ տարածքի մեջ։ Պարոն Արզումանյան, ձեր տեսակետը պարզ է, անցնենք իրական վտանգներին։ Այդ իրական վտանգը ուղղակի շատ խոր է։ Այն ինչը բարձրացնում է վարչապետը եւ կաթոլիկոսը իրականում շատ խորքային խնդիրներ է, որը պետք է արտաքին վտանգների մասին ենք խոսում, մարտահրավերներ եւ վտանգներ, որոնք դուք առաջարկում եք քննարկել։ Ո՞րն է այսօր ամենակարևոր վտանգները Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի նկատմամբ հիմնական սպառնալիքը այն է, որ աշխարհը վերջի Միացյալ Նահանգների հարվածներից հետո Իրանի դեմ փաստորեն կարելի ասել, որ միջազգային օրենքը սառեցված է, այդպես ձևավորենք, ոչ թե քայքայվել է, բայց սառեցված է։ Դա նշանակում է, որևէ միջազգային օրենքներ, որևէ մոտեցումներ չեն կարող չեսպահել, չեզոքացնել ագրեսիան, սպառնալիքները ագրեսիայի համար։ Դա նշանակում է այսօր դու ունես միայն հնարավորություն չեզոքացնել ագրեսիան, դա քո ռազմական ուժերն են։ Եվ այն ինչ ես ասում եմ առնվազն 5 տարի, որ մենք պիտի զբաղվենք մեր ռազմական ուժերով, մենք պիտի փոխակերպենք մեր ռազմական ուժերը, մենք պիտի փոխակերպենք համակարգը, պաշտպանության անվտանգության համակարգը, համագործակցության համակարգը, ոնց է կառուցվում, ոնց է Հայաստանը լինելով ոչ մեծ երկիր չեզոքացնում ուժային կենտրոնների ագրեսիան Թուրքիայի, Ռուսաստանի, Աստված չտա Իրանի հետ ոնց որ այդ խնդիրները չունի։ Դա լուրջ խնդիր է, որը պիտի լուծենք։ Այո, հայկական պետությունը ընդունել է, անվտանգության խորհուրդը ընդունել է ճիշտ մոտեցում, տեսլական ընդունած է, որ պիտի գնանք համապարփակ պաշտպանության անվտանգության ճանապարհով եւ ողջ ազգն է մտնում երկրի Հայաստանի պաշտպանության աշխատանքգործողության մեջ, ամեն հայ ունի իր տեղը, դերը երկրի պաշտպանության մեջ, բայց բացի խոսքերից մենք պիտի անցնենք երկար ճանապարհ որոնակման համակարգ։ Եվ մենք կորցնում ենք ժամանակ։ Մենք չենք սկսել իրական փոփոխակերպումները։ Մենք չգիտենք ոնց է սովետական մշակույթի մեջ ձևավորված ռազմական ուժերը փոխակերպելու, ստեղծելու ավելի շուտ արևմտյան լուծումների մեջ, որովհետև արևմտյան մոտեցումը ցույց է տալիս ավելի էֆեկտիվ է 21 դարի համար։ Մենք չգիտենք ոնց է կտոկարծելու նոր տեխնոլոգիաների լուծումների ներդրումը քո ռազմական ուժերի, ոնց է այդ խնդիրները լուծելու, ոնց է ցույց է տալիս Ուկրաինայում, ոնց է դա աշխատում։ Եվ մենք չգիտենք ոնց է մեծացնելու քանակը, որտեղ պատերազմը Ուկրաինայում եւ Իսրայելում Գազայում ցույց է տալիս, որ միայն տեխնոլոգիական առավելություններով, փոքր պրոֆեսիոնալ բանակով դու չես կարող լուծել խնդիրը, դու պետք է կարողանաս քանակը մեծացնել։ Դու պետք է կարողանաս, եթե քեզ վրա հարձակում ա գնում, քո 40,000-անոց բանակը մի օրում պետք է կարողանաս 100,000 ստեղծես։ Ոնց ես անում։ Ոնց ես պատրաստում քո պայեստազորային ուժերը, քո պայեստազորային համակարգը, որը պետք է պատրաստ լինի միանգամից ճակետներում մի օրում 2-3 անգամ բարձրացնի քանակը քո ռազմական ուժերի։ Մենք ունենք 1000, նորից ենք ունենք լուրջ խնդիրներ, որովհետև այդ ամեն ինչը կառուցելու համար պիտի ունենաս տնտեսություն, Դավիթ, բայց քո օլիգարխիկ համակարգը տնտեսությունը, որ այսօր ունես, նման ծախսեր, նման տնտեսություն կառուցել չի կարողանում։ Ոնց է իշխանությունները մտադիր փոխակերպել քո օլիգարխիկ համակարգը տնտեսական, որտեղ ջարդելը հեղափոխական հեշտ է բոլշևիկյան, բայց կառուցելը դժվար է։ Ոնց է փոխակերպելու։ Ոնց է փոխակերպելու քո ֆինանսական համակարգը, որը կառուցված է այնպես օլիգարխիկ, եւ ազգի հարստությունը բարձրանում է վերև այդ բուրգով վերև մակարդակի վրա եւ կենտրոնանում է մի տասնյակ բանկերի ձեռքում։ Չի գնում երկև եւ բերցնել վարկ եւ կազմակերպել իրական աշխատանք տնտեսությունը բարձրացնելու համար ահռելի մեծ խնդիր է։ Ոնց է փոխակերպելու այդ խնդիրները, ոնց է փոխելու եւ այլ։ Մենք ունենք իրական խնդիրներ։ Եվ կաթոլիկոսի հարաբերությունների վարչապետի մեջ ինձ համար այդտեղ չկան։ Նման խնդիրներ չկան։ Հեղաշրջում չկա, որտեղ ես չեմ տեսնում ոնց կարող է հեղաշրջման մեթոդներով այդ խնդիրը լուծել։ Շատ լավ, պարոն Արզումանյան, տեսեք, հեղաշրջում չկա, ընդունեցինք։ Ուկրաինայում
Զելենսկիի լեգիսլատուրայի ժամանակը վաղուց ավարտվել է, բայց նա շարունակում է մնալ իշխանություն, որովհետև Ուկրաինան, չէ, օրինակներ եմ բերում, որովհետև Ուկրաինան ունի պաշտպանական հնարավորություններ լավից վատից արդիականացված 14 թվից հետո բանակ ՆԱՏՕ-ի ստանդարտներով։ Իրանի վերջի դեպքը։ Մենք տեսանք, որ Իրանի ռեժիմը չի տապալվել, ունենալով լավ բալիստիկ հրթիռներ, ունենալա կարողացել է վերջը լավից վատից հակահարված տալ, այսինքն երկրի պաշտպանությունը լավ թե վատ դիմադրել է իսրայելա-ամերիկյան այդ հարձակմանը։ Հիմա Հայաստանի իշխանությունները այդ տրամաբանությունը ձեր կարծիքով չեն տեսնում, վերջը ընդունենք, որ նրանք պետության մասին չեն մտածում, ընդունենք, բայց եթե իրենք մտածում են սեփական իշխանության մասին, իրենք պետք է կառուցեն այդ պաշտպանական համակարգը, որը գրված է համապարփակով, որը դուք նշում եք, որտեղ վերջը արտաքին վտանգ կա, չէ՞, այդ իշխանությանը։ Թե նրանք չեն տեսնում արտաքին վտանգ։ Դավիթ, փորձենք այս տրամաբանությամբ խոսել։ Չգիտեմ, ինձ համար այստեղ պարադոքսալ ասեմ, աբսուրդային վիճակը չեմ ուզում։ Բայց տրամաբանություն կա, չէ՞։ Տրամաբանությունը այդ միայն բնական եւ օբյեկտիվ տրամաբանություն է, ելնելով նրանից իշխանությունը իրենց պիտի ուրիշ ձևի պահեն։ Ելնելով նրանից համապարփակ Մեջքը պետք է պնդացնել, էլի իրենց սեփական։ Դավիթ, այն մոտեցում եւ դունես ման գոյաբանական սպառնալիքներ, ռազմական սպառնալիքներ, դու կարող ես դիմադրել, երբ հասարակության եւ իշխանության պետության մեջ կա վստահություն։ Դու պիտի ունենաս վստահություն, հասարակությունը, պետությունը եւ իշխանությունը պիտի լինեն միասնական, միասնացված։ Այդ միասնությունը պիտի հասնես։ Այսօրվա իշխանությունները 5 տարի ամեն ինչ անում պարակտեն։ Իշխանությունը, հասարակությունը, պետությունը իրար մեջ կան գծեր, կան խորքային տենց պրոբլեմներ։ Եթե իշխանություն ես, եթե ուզում ես մնաս իշխանություն, այդ պրոբլեմը պիտի լուծես։ Ես այսօր դա չեմ տեսնում։ Այսօր իշխանությունը անում են լրիվ հակառակը, եւ դրա համար ես պատասխան չունեմ։ Ինչու է անդրամաբանական է, համաձայն եք։ Աբսուրդային է, ոչ թե անդրամաբանական է, որովհետև դա բերում է հեղաշրջման, դա բերում է հեղափոխության։ Ես պետականամետ մարդ եմ, ես չեմ սիրում հեղափոխություն, ես չեմ սիրում հեղաշրջում, ես ուզում եմ երկրում իշխանությունները ընտրեն ընտրության ժամանակ, ընտրության միջոցով, ժողովրդավարական, ստանալով մանդատ եւ այլ, ես չեմ ուզում ուժային մեթոդներով փոխեմ իշխանությունը, դա սխալ ճանապարհ է։ Դա իմ ժողովրդի ճանապարհը չի, բայց իշխանությունները Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ ի վերջո գալիս է այն վիճակը, որ այսօր կան, որ ամեն ինչ անկայուն է, որը ամենին հասկանալի է, ինչու է իշխանությունները այս ամենը ինչու է տեղի ունենում։ Մենք իրավունք չունենք այս ճանապարհը ունենալու։ Մենք իրավունք չունենք այս վիճակին հասնել, եւ դա մեղքն է իշխանություններին։ Իշխանություններն են իշխում։ Պետությունը փառք Աստծո չի խառնվել, այս հեղաշրջման այդպես կոչվածի մեջ պետական հաստատությունները չկան։ Փորձել եկեղեցին որպես հնարավոր հաստատություն կպցնել այս հեղաշրջման, դա վերավորական է, եկեղեցին այդ ճանապարհով չի գնալ իհարկե։ Դա համար հարցը մնում է իշխանության, բայց իշխանության մաս չեմ, ես քաղաքացի եմ, ես փորձագետ եմ, գիտնական եմ, ես պատասխան չունեմ։ Ես գիտեմ, որ պատասխան չեմ ստանալու։ Դրա համար ես մտածում եմ ոնց հաջորդ կամ մյուս ընտրությունների ժամանակ ընտրել ուրիշ իշխանություններ, որոնք ինձ կհամոզեն, որ իրանք ունեն ուրիշ լուծումներ։ Ես այդպես եմ ուզում, ես այդպես Հայաստանում եմ ուզում ապրել։ Եվ ես համոզված եմ, ի վերջո մենք այդպես ենք լինելու։ Պարոն Արզումանյան, ես տեսնում եմ, որ իշխանությունը ձեզ հետ, կոնկրետ ձեզ հետ, որպես ընտրողի հետ չի աշխատում, եւ շատ այլ մարդկանց, ովքեր ունեն այդպիսի մտածելակերպ։ Ինչու՞։ Չգիտեմ, ես պատասխան չունեմ, որովհետև ես նորից եմ կրկնում, ես պետականամետ մարդ եմ, անձնավորություն եմ, որը իմ պետությանը նվիրել է 25 տարի իմ կյանքից, ես նվիրել եմ իմ պետության, ես եղել եմ պետական ծառայության։ Ես փորձագետ եմ դարձել 2020 թվականից հետո հասարակական որպես քաղաքացի։ Միջև եղել եմ պետության մաս, ես եղել եմ պետական ծառայող, պետության ծառայող, իմ ազգի ծառայող անձնավորություն։ Ինձ համար դա անհասկանալի է, որովհետև ինձ մաններին պետք է օգտագործես։ Մանավանդ ես պատրաստ եմ, ինձ մանները պատրաստ են պետություն հզորացնել։ Ինձ մանները պատրաստ են հասարակություն հզորացնել։ Ինձ մանները պատրաստ են իմ ազգը հզորացնել եւ կառուցել լրիվ ուրիշ Հայաստան, որտեղ ինձ համար վիրավորական է, ներեցեք, մի քիչ էմոցիոնալ եմ դարձում։ Եթե վերցնում ես Հայաստանը եւ վերցնում ես Իսրայելը, Հայաստան ավելի մեծ է։ Եթե փոքր Իսրայելը կարողանում է այսպես կառուցի իր հարաբերությունները տարածաշրջանում, ինչու ես իմ Հայաստանը չի ուզում, չի համարձակվում մտածել, որ ինքն էլ է պետք է անի։ Ինքը այնքան պիտի հզոր լինի,
որը որևէ ավտորիտար ուժային կենտրոն, որևէ, չգիտեմ, ասիական մտածելակերպ ունեցող ուժային կենտրոն չհամարձակվի իմ ազգի եւ իմ պետության դեմ ձայն բարձրացնի։ Ես այդպես եմ ուզում Հայաստանը կառուցեմ, եւ ինձ մաները համոզված են շատ են, համոզված եմ դու ես այդպես մտածում։ Եվ բոլորը պատրաստ են նման Հայաստան կառուցել, ոչ թե օլիգարխիկ, ոչ թե թույլ, որպես թե Ռուսաստանի, Թուրքիայի կամ չգիտեմ Միացյալ Նահանգների ազդեցության տակ, ոչ։ Հզոր, անկախ, ունենալով դաշնակիցներ, հզոր երկիր, որը դարձել է ոչ թե փոքր Հայաստան, բայց ուժային կենտրոն։ Դե մենք կարող ենք անել, Դավիթ, մենք գլոբալ ազգ ենք, մենք քաղաքակրթություն ենք, մենք էտունակություն ունենք, հերիք է ուրիշ ուժային կենտրոնների հզորացնել, ինչքան ռազմական գործիչներ ունենք, ինչքան փայլուն զենք կառուցող կոնստրուկտորներ ունենք աշխարհում մեկ, եւ Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում, Սովետական Միությունում, այդ հայը չի ուզենալ իր ժողովուրդն օգնել, իհարկե կուզենա։ Եվ իշխանությունը պարտավոր են դա կազմակերպել։ Դա շատ հեշտ կարող է։ Ես առաջարկում եմ մեր այսօրվա զրույցը այդ հռետորական հարցադրումով ավարտենք եւ հայտնենք հույս, որ մոտակա ամիսներին այնուամենայնիվ մենք հնարավորություն կստանանք, որպեսզի այդ հարցը այլևս հռետորական չէ։ Այո, հա, ես կուզենամ, որ հռետորականից հասնենք տեսլականից, տեսլականից հասնենք ռազմավարականին եւ այլ եւ այլ։ Մենք կարող ենք այդ ճանապարհով գնալ, Դավիթ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Մեր հյուրն էր փորձագետ, անվտանգության եւ պաշտպանության ոլորտում փորձագետ Հրաչյա Արզումանյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում։